Այսօր Ծիծեռնակաբերդի բարձրունքում Եվրոպայի դեմոկրատական եւ խաղաղության մեջլիսի համանախագահ Ռոժդա Yildirimը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլ 24-յան հայտարարությանը, որով նա ցավակցում էր 1915 թվականին սպանված հայերի թոռներին։ Ռոժդա Yildirimը Էրդողանի հայտարարությունը գնահատում է որպես Թուրքիայի ուրացող քաղաքականության շարունակություն։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը մեզ համար ոչ մի բան չի նշանակում։ Էրդողանը ասաց 1915 թվականի դեպքերը մեծ ցավ են, առաջին համաշխարհային պատերազմի հետևանք են, սակայն ցեղասպանություն բառը չօգտագործեց։ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենա իրավական դաշտում, գտնում է Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Սևակ Թորոսյանը։ Նրա խոսքերով Հայաստանի իշխանությունները այս հարցով պետք է դիմեն միջազգային դատարաններ։ Ինչ որ մեր նախահայրերը գործընծուցին, ասամենը գիտեք, ցանկի ձևով պետք է պատրաստ լար արդեն շադոնց վնեի վեր մեր գողմեն եւ այդ ցանկերուն համեմատ գումարներ ներկայացվի։ Այսօր ապրիլի 24-ին ՀՀԿ-ական երիտասարդները որոշեցին Սևան գնալ։ Հայերի ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը նրանք բարձրացրեցին ավտոերթի միջոցով։ Ամեկ+-ի հետ զրույցում ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ Սևան են գնում, որպեսզի չխանգարեն քաղաքի երթևեկությանը։ Սևանավանքում կմատուցվի պատարագ, տեղի կունենա մոմավառություն։ Միջազգային Կարմիր խաչը պետք է շաբաթը առնվազն 1-2 անգամ այցելի նախորդ տարի օգոստոսի 8-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանին։ Այսօր հայտարարել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ Ամեն մի օր անորոշության մեջ գտնվել գերության մեջ դա ծանրագույն հոգեբանական խոշտանգում է։ Սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը այսօր ապրում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղատնտեսական նախկին քոլեջի շենքում։ Նրանցից շատերը խոստովանում են, որ չեն համակերպում հայաստանյան պայմաններին եւ մտադիր են վերադառնալ Սիրիա։ Ժոզեֆինա Այվազյանին ամենից շատ մտահոգում է աշխատանքի բացակայությունը։ Տալայի աղջիկս տնտեսագիտություն սորբեր է, հալեպ վգայական ունի, բայց չկործած էր վգայականը, հերույ է, քաղաքեն հերույ է։ Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, որը համարվում է տխրահռչակ հյուսիսային պողոտայի նախագծողը, այսօր անդրադարձավ իր նշանակմանը։ Իր որ արժանինքների համար են նրան նշանակել նախարար, պարոն Սարգսյանը խորհուրդ տվեց հարցի պատասխանը գտնել իր անցած ուղու մեջ։ Թեկուզ շատ թեթև դերթեք, ու ինքներդ կարծում եմ, որ կհամոզվեք, թե ինչու։ Բարի երեկո, դուք հետում եք Ամեկ+-ի Այրֆե+ հաղորդումը։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հարցին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը ասել է, որոշ պայմաններ կան, Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար առաջնահերթ խնդիր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մենք կարգավորման չենք գնա, դա անարդար կլինի, ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ցավակցություն էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին եւ զոհերի հոգիներին հանգստություն էր մաղթել։ Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զորաբյանի Էրդողանը ոչ միայն ցավակցություն է հայտնել, այլև Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն թուրքերին, որոնք այդ օրերին փրկել են հայերին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ նման հայտարարությունները պատահական չեն, ակնհայտ է, որ տեղի են ունեցել հայ-թուրքական դիվանագիտական շփումներ, որոնց հետևանքով երկու կողմերը պարտավորվել են նման ռևերանսներ անել։ Հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է նոր դիվանագիտական ցիկլ, ասել է Լևոն Զուրաբյանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զուգահեռ անցկացնելով 2008 թվականի Վրաստանի հետ պատերազմի հետ հայտարարել է, որ Մոսկվան հարվածով կպատասխանի այն դեպքում, եթե Ուկրաինայում հարվածի տակ դրվեն Ռուսաստանի շահերը։ Նաև վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգներն են հարցեր լուծում Ուկրաինայում, վկայակոչելով այն փաստը, որ Կիևը վերսկսել է հակաահաբեկչական գործողությունն այն ժամանակ, երբ Ուկրաինայի մայրաքաղաքում էր գտնվում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Օրվա լրահոսը։ Թուրքիան ստիպված է լինելու առերեսվել իր պատմության հետ, քանի որ աշխարհով սփռված հայ ժողովրդին լռեցնել հնարավոր չէ։ Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Մենք 20-րդ դարի խեղճ, ջարդված, արդեն մտավորականության գլուխ կտրած ազգ չենք,
մենք զոր զարգացած կիրթ ազգ ենք արդեն աշխարհով մեկ։ Հրանուշ Հակոբյանը մյուս նախարարների ու պաշտոնյաների հետ միասին այսօր Սերժ Սարգսյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի առաջնորդությամբ ծաղկեպսակ դրեց 1915 թվականի հայոց մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Պաշտոնյաների մեծ մասը այսօր հրաժարվեց անդրադառնալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձին։ Նրանցից կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ընդգծեց, ընդամենը փոխվել է Թուրքիայի ստի մոտեցման ձևերը, սակայն բովանդակությունը նույնն է։ Արևան երկրի քաղաքական վերնախավի մտադրությունները բավականաչափ քաղաքակիրթ փաթեթավորման լինելու մեջ բավական խորը հակահայկական էլեմենտներ են պարունակում։ Իսկ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նախ հիշեցրեց, որ Ռուսաստանը առաջիններից էր, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ապա ընթերցեց 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հրապարակած փաստաթղթից մի հատված։ Физическое уничтожение братского армянского народа на его исторической родине было совершено с целью создания условий для разрушения России. Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը ընդհանրապես անիմաստ համարեց անդրադառնալ Էրդողանի հայտարարությանը։ Դերեք մեկնաբանությունները վավիրքերով, կարծում համահունչ է։ Եվ ձեր կարծիքը կուզենայինք իմանալ մասնավորապես։ Ոչ հիմա, ոչ էլ հետո Թուրքիան չի ճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, վստահեցնում է Հայ ազգային կոնգրեսը։ Իսկ իշխանափոխությունից հետո մենք ստանալու ենք դրա հնարավորությունը։ Եղեռնի ճանաչման եւ հատուցման գործընթացում հայկական դիվանագիտությունը հետընթաց ապրեց հայ-թուրքական արձանագրությունները սեղանին դնելուց հետո, համոզված են ՀԱԿ անդամները։ Այս իշխանությունները դրանով ուղղակի մեծագույն նվեր մատուցեցին Թուրքիային։ Կոնգրեսի ավանդական ապրիլ 24-յան երթն այսօր մեկնարկեց Մարտիրոս Սարյանի անվան պուրակից։ ՀԱԿ շարքային անդամները միակարծիք են Թուրքիան կընդունի իր կատարած հանցանքը միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնա տնտեսապես եւ քաղաքականապես ուժեղ երկիր։ Եվ երկիրը չուժեղանա, ֆակտոր չդառնանք ռեգիոնում, էական հաջողություններ չենք ունենա։ Հարցը պետք է լուծել լեգիտիմ իշխանությունների միջոցով։ Վերջերս Թուրքիա կատարած իր այցից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ել ավելի է համոզվել հայոց ցեղասպանության ճանաչումը մոտ է։ Բոլորը շատ լավ գիտեն։ Դրա մասին բաց խոսում էին։ Իսկ դա լուրջ փոփոխություն է, ասենք մի 5 կամ 7 կամ 10 տարի առաջ Թուրքիայում դրա մասին խոսել չէր լինի։ Այդուհանդերձ պատգամավորը դժգոհ է հայկական դիվանագիտությունից։ Նրա կարծիքով ապրիլի 24-ից առաջ գաղտնի դիվանագիտական գործընթաց է եղել հայ եւ թուրք պաշտոնյաների միջև։ Մի կողմից Էրդողանը ցավակցություն է հայտնել հայերի այդ հայ զոհերի ընտանիքներին, մյուս կողմից Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն թուրքերին, ովքեր օգնել են հայերին ցեղասպանության ժամանակ։ Սա փոխադարձ համաձայնության արդյունք է։ Եվ իմաստը այդ հայտարարությունների այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տան, որ հայ-թուրքական արձանագրությունները թաղված չեն։ Իդեպ թեև սպասվում էր, որ կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ կդնի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն նրա կինը տեղեկացրեց, որ առաջին նախագահը վատառողջ է։ Այս եղևնին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկեցին ԱՄՆ կոնգրեսականները ի հիշատակ 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ պատվիրակությունն այսօր վստահեցրեց Թուրքիան պարտավոր է ճանաչել հայոց ցեղասպանությունը, քանի որ այլ ընտրանք չունի։ Մենք համերաշխության մեր ձայնն ենք բարձրացնում, որ հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ու կոչ ենք անում, որպեսզի Թուրքիան ճանաչի այն։ Ծառատունկից հետո կոնգրեսականները եւ նրանց ուղեկցող Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Կոնգրեսական Էդ Ռոյսը խոստացավ, որ նույն կազմով Երևանում կլինեն նաև 1 տարի անց ցեղասպանության 100-ամյակին։ Մեր թուրքն ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը եւ կամքին, որ կարողացել է դիմակայել այս վիճակին։ Իդեպ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հրաժարվեց մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայոց ցեղասպանությանը նվիրված ուղերձը պատճառաբանելով. Միգուցե Վաշինգտոնի կողմից որևէ մեկնաբանություն լինի, սակայն ես պարոն Էրդողանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունեմ։ Իսկ արդյոք ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այս տարի հայոց մեծ Եղեռնի նվիրված իր ուղերձում կօգտագործի ցեղասպանություն բառը։ Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթար նախճիրներից։ Հայոց մեծ Եղեռնի ժխտումը կամ ուրացումը հավասարազոր է նոր ցեղասպանության։ Կարծում եմ վերջերս Քեսաբից Հայաստան տեղափոխված Բզիկյան եղբայրները։ Նրանք վստահեցնում են, անկախ նրանից, թե հայը որտեղ է ծնվել եւ ապրում, ուժեղ է իր հայրենիքում։ Այս տարի որոշեցինք, որ Հայաստան կալ, որ ցույց տանենք ճիրքերուն, որ ամեն աշխարհին հայերը գուքան, որ
ամեն աշխարհին մեկը չի մոռացած ինչ եղել է մեզի առաջ։ Եղավ 99 տարի է եւ մենք չենք մոռացած մեր բաբերին եւ այդ 1.5 միլիոն մարդիկը, որ զոհվեցան եւ չարթվեցան մեզի համար։ Սփյուռքահայերը ոչ միայն ցեղասպանության ճանաչում են ակնկալում Թուրքիայից, այլև հողային փոխհատուցում։ Մենք պիտի մնանք, պիտի ենենք, պիտի ցույց տանենք, ամեն ինչ պիտի փորձենք, որ մեր հողերը եւ մեր իրավունքները ետ առնենք։ Ես Արևելյան Հայաստանից եմ, իմ հայրս Եղեռնի, հայրս ու մայրս 9 տարեկան որբեր են եղել, ես նրանց հետնորդներն եմ։ Այս հարցում մեր քաղաքացիներն առաջին հերթին կտրուկ փոփոխություններ են պահանջում մեր իշխանություններից արտաքին քաղաքականությունում։ Միշտ էլ հիշելու ենք մի այն հույսով, որ գոնե մի օր կընդունվի, բայց դե ժամանակը գնում է, բայց ոչինչ դեռ չի փոխվում։ Սայլը տեղից չի շարժվում։ Թուրքիան կարծում եմ ամեն բան կառավարությունը անում է, որպեսզի չընդունվի այս 100 տարին անցնի եւ իրանք ապրեն հանգիստ խղճով։ Մենք 7 երեխա էինք ու բոլորս էլ մայրիկիս հետ Սարը բարձրացանք, որպեսզի փրկվենք թուրքերից։ Հիշում է ցեղասպանությունը վերապրած 102-ամյա Մուսալերցի Ազատ Սուլուկյանը։ Սարը ելել, Սարից եկել են ֆրանսական նավերը հետախուզությամբ, իշխացրել տեղափոխել են։ Ինչպես Ազատ Պապն է ասում, ծնվել է պատմական Մուսալերում։ Մանկությունից շատ բան չի հիշում, ծնողները զբաղվել են հողագործությամբ, հետագայում հայրը Օսմանյան կայսրությունում զինվոր է եղել։ Նրա տատու Պապին թուրքերը ստիպել են անցնել իրենց սրիտակով աքսորելով դեպի Դերձոր։ Կարծերեգում ոչ մեկ չկա։ 1919 թվականին Սուլուկյանների ընտանիքը վերադարձել է Մուսալեր, սակայն գյուղն արդեն ավերված էր ու դատարկ։ Նրանք տեղափոխվել եւ մինչեւ 46 թվականն ապրել են Լիբանանում, այնուհետև եկել են Հայաստան, բնակվել Ալավերդու շնող գյուղում։ Ճանապարհին կորցրել են ընտանեկան գրեթե բոլոր լուսանկարները։ 1948 թվականին Ազատ Պապը տեղափոխվել է Երևան, ընտանիք կազմել եւ 2 արուզավակ ունեցել։ Այսօր նա ապրում է իր թոռնիկի հետ։ Ցավով է նշում, որ վերջին տարիներին չի կարողանում բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Չեմ գնացել, չեմ կարող։ Այսօր 102-ամյա Ազատ Պապն առողջական խնդիրներ ունի, օրնանց է կացնում հեռուստացույցի դիմաց կամ բակում։ Որքան էլ կյանքի հարվածները դաժան են եղել, սակայն նրան չեն չարացրել։ Իր երկարակեցության գաղտնիքը շատ պարզ է, կյանքում որևէ մեկին չի նախանձել եւ մարդկանց բարին ցանկացել։ Ցեղասպանություն վերապրած ծերունին միայն մեկ ցանկություն ունի, որ խորհրդային տարիներին բանկում կուտակած իր 3000 ռուբլին վերադարձնեն։ Ինչի համար էիք հավաքել այդ գումարը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր այցելություններ են կազմակերպվել եւ ֆինանսական աջակցություն է տրամադրվել ցեղասպանությունը վերապրածներին։ 99 տարի առաջ հայերի ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այս ընթացքում բնականաբար փոխվել է շատ հարցերում, դարձել է ժամանակակից աշխարհիկ պետություն, բավականին զարգացած տնտեսությամբ։ Մի հարցում, սակայն, արդիականացումը շրջանցել է այդ երկրի բոլոր իշխանություններին, քաղաքական վերնախավին եւ մեծ մասամբ նաեւ հասարակությանը։ Դա հայկական հարցն է։ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը եւ դրանով իսկ արդարացնել այն։ Հնարավոր է արդյոք այդպիսի երկրի հետ հարաբերություններ կարգավորել։ Օրվա գլխավոր թեման։ Հայ-թուրքական հարաբերությունները 1915 թվականի հետևանքն են, բարիդրացիական հարաբերություններ կարող են ձևավորվել միայն մի դեպքում, եթե Թուրքիան առերեսվի իր պատմության հետ, այս մասին նշել են նորանկախ Հայաստանի բոլոր առաջնորդները։ Քայլեր անելու փոխարեն 1993 թվականին Թուրքիան էլ ավելի սրեց իրավիճակը, փակելով սահմանը Ղարաբաղյան հակամարտության մեջ բացահայտ սատարեց Ադրբեջանին։ 1995 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, այսօր Հայաստանը եւ Թուրքիան որպես հարևան պետություններ պարտավոր են հաստատել փոխշահավետ առևտրատնտեսական կապեր ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը։ Առևտրատնտեսական կապերը թեև ոչ պաշտոնական, սակայն հաստատվեցին, իսկ սահմանները մնացին փակ։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին երկար ժամանակ ոչինչ չխոսվեց։ Միայն 2001 թվականի հուլիսի 9-ին 6 թուրք եւ 4 հայ գործիչներ ձևավորեցին թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով, սակայն այն 2 տարի հետո ձախողվեց, հաշտության եզրեր չգտնելով։ Հաջորդ քայլը 2008-ին էր, որ պատմության մեջ մնաց ֆուտբոլային դիվանագիտություն ձևակերպմամբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հրավիրեց Երևան։
ֆուտբոլ դիտելու։ Թուրքիան պատասխանեց նույն ժեստով։ Իսկ 2009-ին երկու կողմերը Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Փաստաթղթում տեղ գտած ոչ հստակ ձևակերպումները Թուրքիան շահարկեց Հայաստանի հետ իր հարաբերությունները կապելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանամետ կարգավորման հետ։ Արդյունքում արձանագրությունները մնացին թղթի վրա։ Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, պաշտոնական Թուրքիան դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, ոչրագործությունը որակելով ռազմաքաղաքական վիճակով պայմանավորված իրողություն։ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը 3 անգամ եւս հաստատեց վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նրա ուղերձ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրաչ Թովմասյանի կարծիքով Թուրքիայի հայացքների վերադասավորում է ուղիղ ժխտումից անցնելով պիտակավորումների։ Իրենք էլ են գիտակցում, որ հայկական ճնշումը ցեղասպանության ճանաչման ուղղությամբ 100-ամյակին առաջ շատ ավելի մեծ է լինելու։ Ամեն ինչ կախված է մեզնից, ժողովրդից ու պետությունից, համոզված է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։ Դիրքորոշումը պետք է հստակ լինի, ցեղասպանության ընդունում եւ վերջ։ Դա քննարկման առարկա չէ։ Փաստը որ եղել է, պետք է արձանագրվի։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումն այսօր մեկ անգամ եւս հիշեցրել է Սերժ Սարգսյանը, իր ուղերձում նշելով Թուրքիայի հետ հստակ քայլեր անելու ժամանակն է։ Այն է փակ սահմանների բացում եւ բնականոն հարաբերությունների հաստատում։ Մինչև 1991 թվականը Թուրքիան և թուրք ազգը մեր հայերիս գիտակցության մեջ գոյություն ունեին զուտ վիրտուալ տեսքով, որպես մեր ժողովրդի մեծագույն ողբերգության պատճառ և կազմակերպիչ։ 23 տարում Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը մեր նկատմամբ, ինչպես արդեն ասացի, չփոխվեց, բայց փոխվեցին մենք, գոնե մեզանից շատերը։ Հայաստանցիներից մեծ մասը հասկացավ, որ մենք և Թուրքիան պետություններ ենք, և մեր եղած կամ չեղած հարաբերությունները պետք է կառուցել հենց այդ ելակետից։ Ըստ այդմ կա երկու մոտեցում, մի կողմից ամբողջահաճ և ռոմանտիկ, մյուս կողմից պետական իրատեսական։ Առաջին դեպքում մարդկանց միանգամայն արդարացված զգացմունքները ցասումը օգտագործելով հնչեցվում են հոխորտանքներ և անեծքներ, նաև հայ դավաճանների հանդեպ, մեր մեջի, այսպես ասած, թուրքերի։ Երկրորդ դեպքում, գիտակցելով իհարկե, որ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հնարավոր չէ հաստատել, փորձում են պետության հետ որևէ շփման եզր գտնել։ Այս առումով մեր նվաճումները իսկապես շատ համեստ են և մեծ մասամբ դրա մեղքը անշուշտ մեր հարևաններին է, բայց ընդհանրապես հրաժարվել որևէ հարաբերություններից և բանակցություններից, ինչպես որ առաջարկում են ազգային պոպուլիստները, նշանակում է ապրել այն պատկերացումներով, որոնք մենք խորհրդային Հայաստանում և Սփյուռքում ունեինք մինչև 1991 թվականը։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, դուք հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եք և ենթարկվում եք բնականաբար կոշտ քննադատության։ Այդ քննադատությունը բնական եք համարում, թե ոչ։ Դե հասկանալ է, որ մենք կանխատեսում ենք, որ քննադատվելու ենք և կարծում ենք, որ դա բավականին ճիշտ մոտեցում է, որովհետև տաբուների հետ կապված գործընթացի մեջ էինք մտել և այդ տաբուները քարոքանդանելու խնդիր ունեինք, բայց երբեմն ուղղակի կորեկտության սահմաններից դուրս էր և ինչ ավելի վատ էր և վնասակար, շատ տխմար քննադատություն էր։ Ես նույնիսկ քննադատողներից մի քանիսի հետ հանդիպել եմ և ասել եմ, որ ես ասեմ ինչի համար մեզ քննադատեք էլի, բայց հիմար բաներ պետք չի ասել, որովհետև սա այնպիսի գործ է, որ պիտի արվի, և այդ գործը գնահատում եմ երևի կարևորագույններից մեկը։ Տաբուների մասին ասացիք, հետագայում նույնպես նույնիսկ մեր կյանքի օրոք կլինեն և հասարակական և պետական մակարդակով այդպիսի փորձեր, ինչ խորհուրդ կտաք հայաստանցի մասնակիցներին նման երկխոսությունների։ Նախ հստակ համոզված լինել, որ այն գործը, որ իրենք բռնել են, ճիշտ է, և եթե համոզված են, ապա շատ ազնիվ և լուրջ վերաբերվել դրան և լրջությունն, ազնվությունը արտահայտել անընդհատ։ Հասկանալ է, որ բանակցային պրոցեսներում բաներ կան, որ ուղղակի վնասագործին, որ դուրս պրծնեն,
բայց ընդհանուր դիրքորոշումը, ընդհանուր մոտեցումը անպայման պիտի շատ հստակ եւ տրամաբանական ձևով ներկայացվի, հա։ Եվ այդ դեպքում ես կարծում եմ, որ այդ բոլոր տաբուները, կարծրատիպերը դրանք խարխլվեն ինքնըստինքյան, որովհետեւ ասենք հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության արդյունքում մենք ինչ ունեցանք, իրոք քայքայված, հա, քանդված տաբուներ, որ մեկը ասենք թե մեկը երկուսը։ Ну, նախ անդրադառնամ նրան, ինչ տեղ ունեցավ թուրքական հասարակության մեջ, այնտեղ փաստորեն սկիզբ առան բաց քննարկումներ, ինչը չկար, գոյություն չուներ, հա։ Այնտեղ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության եւ այդ գործունեության հետ կապված տարբեր տիպի հրապարակումների հետևանքով ծավալվեց լուրջ դիսկուսիա, որի արդյունքները մենք տեսնում ենք։ Գուցե դրանք հսկայական չեն, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ Թուրքական Հանրապետությունում այն պատմությունը, որը կապված էր Օսմանյան կայսրության, հատկապես այդ փլուզման տասնամյակների հետ, դա ուղղակի հերքում էր, չկար։ Իսկ մեր կողմից ինչ տաբուներ են։ Մեր կողմից ինձ թվում է խարխլվեց, քանդվեց այն տաբուն, որ թուրքի հետ գործ ունենալ չի կարելի, որ թուրքը միշտ խաբելու է, որ թուրքը ինչպես կար շարունակու եւ մարտասպան այդպես էլ մնացել է, ինչը իհարկե այդպես չի, հա։ Հասկանալի է, որ թուրքական պետությունը ունի իր խնդիրները, հասկանալի է նաև, որ ներկայիս կառավարությունը, իշխանությունները Թուրքիայի ունեն բազմաթիվ բարդույթներ, որոնցից մեկը կապված է այդ կայսրական, նեոկայսրական մտածելակերպի վերածննդի հետ, որը փորձ կա իրականացնելու։ Բայց դրա հետ միասին Թուրքիայում կա քաղաքացիական հասարակություն, որը շատ դժվար ճանապարհ է անցել եւ շատ բարդ, այսպես ճնշումների տակ գտնվելով այդ ճանապարհը անցավ եւ բավականին կոփված է։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։ Սյունիքի մարզի Բռնակոտ համայնքում ամեն տարի ապրիլի 24-ին հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խնկարկում են 1975 թվականին կառուցված հուշարձանի մոտ։ Բռնակոտցիները հպարտանում են, որ իրենց հուշարձանը Ծիծեռնակաբերդից հետո երկրորդն է, որ կառուցվել է Հայաստանում։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ գյուղացիները հիշել են հուշարձանի տեղադրման համար գաղտնի կատարված հանգանակության եւ կուս շրջկոմի հալածանքների մասին։ Հավաքվեց այն գումարը, որը ժամանակի համար չնչին գումար էր, մոտ 750 ռուբլի գումար, 140-145 հոգի ջահել տղաներ, մի քանի հոգի 10 ռուբլի տվան։ Գյուղի աշխատողները հիմնականում այն մասնակցությունը չեն ունեցել, իսկ կոմունիստները ընդհանրապես։ Գաղտնի հանգանակություններին զուգահեռ սկսվել են հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները։ Հուլիսին արձանը կանգնեցվել է, կուս շրջկոմում իմացել են ու սկսել հալածանքները։ Այդ ճնշմանը մասնակցեց նաեւ KGB-ն։ Ես հրաժարվեցի, որ ես տեղեկություն չունեմ, չգիտեմ երիտասարդներն են կառուցել այդ։ Քաջիկին հանձնարարել էի, որ այդ ցուցակները թաքցնի, որ չմեկին չասենք, որ ով է փող տվել, ինչքան է տվել։ Լոռու մարզի Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից հայտնի են իրենց բերքատվությամբ։ 90-ականները սակայն քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար։ Ռոռոկման ջրի տեխնիկայի բացակայության պատճառով դրանք տարիներ շարունակ անմշակ մնալով չորացան։ Հիմա Շնողի երբեմնի հայտնի այգիների չնչին մասն է պահպանվել։ Հիմնական մասը վերածվել են արոտավայրերի։ Նա այս խոթարկով այս հողովն ապրում ենք, էլ ապրանք ենք, բումերը պրանքով ենք ապրում։ Այստեղ իրենց անասուններին արածեցնելու են բերում եւ Շնողի եւ հարակից գյուղերի անասնապահները։ Արոտավայրի մի հատվածում նրանք են իրենց անասունների հետ, մյուս մասում սեզոնային կանաչի հավաքող կանայք։ Մեր հաղորդումն ավարտվեց, ձեզ հաջողություն եմ ցանկանում մինչև վաղը։